ցուրտ անտարբեր քաղաքում մի երիտասարդ մայր անձրի տակ հեծանիվ է վարում։ Որդուն կրծքին կապած պայքարում է յուրաքանչյուր ցենտի համար, բայց կարեկցանքի անսպասելի ժեստը փոխում է նրանց կյանքի ընթացքը վառում։ Հույսը, որը թվում էր մարած, այժմ անհավանական կապերի դժվար ընտրությունների մեջ ծնվում է մի ընտանիք, որը կերտված է ոչ թե արյունով, այլ սիրով քաջությամբ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում։ Մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Անողոք անձրը թափվում էր Երանի փողոցների վրա այդ մռայլ հինգշաբթի օրը։ Անհարթ մայթերին արագորեն ջրափոսեր էին գոյանում, քաղաքի քաոսային երթևեկությունը կարծես էլ ավելի խիտ էր դարձել կապարե երկնքի ծանրության տակ։ Դանդաղ առաջ շարժվող մեքենաների միջով միայնակ մի կին գրեթե հուսահատ վճռականությամբ հեծանիվ էր քշում։ Դա Անահիտն էր, 24 տարեկան, մուգ շագանակագույն մազերն անձրից քանդված պոչիկով հավաքած, դեմքին հոգնածության ու համառության խառնուրդ արտահայտող մի տեսք։ Կրծքին մի հին, մաշված վերմակի մեջ փաթաթված, որն այլս այնքան էլ լավ չէր պաշտպանում որդին, ընդամենը 6 ամսական Գագիկը, թույլ լաց էր արձակում, որը կորչում էր քաղաքի աղմուկի մեջ։ Այն հեծանիվը, որ վարում էր Անահիտը, ավելի լավ օրեր էր տեսել։ Անվադողերը մաշված էին, ղեկը, վերջին վայրկյանին խուսափած բազմաթիվ ընկնելուց ծրված, իսկ պատրված նստատեղից երում էր ներսի սպունգը։ Բայց դա այն ամենն էր, ինչ նա ուներ։ Հեծանիվի հետի մասում ինքնաշեն ժապավեններով ամրացված էր պիցցերիայի կարմիր ջերմապահ պայուսակը, որտեղ նա աշխատում էր։ Պայուսակը ճոճվում էր յուրաքանչյուր փոսից, որից նա փորձում էր խուսափել։ Ներսում 3 տաք պիցցա սպասում էր իր հասցեատերերին։ 3 առաքում, որոնք նշանակում էին ընթրիքի, կաթի փոշու վերջացող տակտիրների գումարը։ Անահիտը վերադառնալու տեղ չուներ, բացի Շենգավիթի մի պանսիոնատի փոքրիկ սենյակից։ Ընտանիք չուներ։ Ընկերներ չուներ։ Ոչ մի աջակցություն չուներ։ Մեծացել էր մանկատներում, մի հաստատությունից մյուսը տեղափոխվելով, միշտ անտեսանելի, միշտ մոռացված։ Երբ 18 տարին լրացավ, նրան փողոց էին հանել ուսապարկը մեջքին այն անորոշ խոստումով, թե կյանքը կլինի այնպիսին, ինչպիսին ինքը կկառուցի։ Եվ Անահիտը փորձել էր։ Փորձել էր գիշերները սովորել, փորձել էր ցերեկներն աշխատել, փորձել էր մի ամուր բան կառուցել։ Բայց կյանքն այլ ծրագրեր ուներ։ Ծանոթացել էր մի տղայի հետ, հավատացել նրա խոստումներին, երբ իմացել էր, որ հղի է, տղան ծխի պես անհետացել էր։ Ոչ հասցե էր թողել, ոչ բացատրություն, ոչինչ, բացի իր որովայնում աճող երեխայից կրծքում, հսկայական դատարկությունից։ Այդ օրվանից Անահիտն ապրում էր օրվա հոգսով։ Արթնանում էր առիթ շուտ, կերակրում էր Գագիկին, թողնում նրան եկեղեցու նկուղում գործող համայնքային մանկապարտեզում առավոտյան 8-ից մինչ գիշերվա 11-ն աշխատում պարոն Մարտիրոսի պիցցերիայում, մի մարդու, որը քիչ էր վճարում, շատ պահանջում։ Երբ Գագիկը դարձավ 6 ամսական, մանկապարտեզի տեղն այլս չկար, Անահիտն այլ ընտրություն չուներ, քան նրան իր հետ առաքումների տանելը։ Պարոն Մարտիրոսը բողոքեց, ասաց, որ դա անօրինական է, որ նա խանգարում է աշխատանքին։ Բայց Անահիտն աղաչեց, խոստացավ ավելի արագ լինել, խոստացավ խնդիրներ չստեղծել։ Եվ այսպես, արդեն 3 շաբաթ նա հեծանիվով շրջում էր քաղաքում, որդուն կրծքին կապած, մարտահրավեր նետելով հոգնածությանը, ցրտին, անձրին Երանի անտարբերությանը։ Այդ պահին, երբ անձրը թրջում էր ամեն ինչ, Գագիկը թույլ լաց էր լինում նրա արագացած սրտխփոցի ներքո, Անահիտը զգում էր, որ ուժերի սպառման եզրին է։ Ոտքերը դողում էին այդքան հեծանիվ քշելուց, տեսողությունը մշուշվում էր ճակատից հոսող ջրից, վախը ստվերի պես հետում էր նրան։ Վախ ընկնելուց, վախ որդուն վնասելուց, վախ առաքումները չավարտելուց, աշխատանքից ազատվելուց։ Վախ վաղը ուտելու բան չունենալուց։ Առաջին առաքումը կենտրոնում գտնվող մի գրասենյակային շենք էր։ Անահիտը հեծանիվը հենեց պատին, ուղղեց Գագիկի վրայի վերմակը, վազեց դեպի դռնապանը, որը հազիվ նայեց նրան, պիցցան վերցնելիս։ Առանց թեյավ ջարի։ Առանց միգ շնորհակալության։ Միայն լուռ արհամարանքը մեկի, ով նրա մեջ տեսնում էր քաղաքի հերթական խնդիրը։ Անահիտը վերադարձավ հեծանիվի մոտ, խորը շունչ քաշեց, շարունակեց ճանապարհը դեպի երկրորդ առաքումը։ Ճանապարհը նրան տարավ Մաշտոցի պողոտա, որտեղ հսկայական շենքերը կարծես դիպչում էին ծանր ամպերին։ Այնտեղ, շտապող գործարարների գունավոր հովանոցներով ուսանողների միջ, Անահիտն իրեն էլ ավելի փոքր զգաց։
Նա չէր պատկանում այդ աշխարհին։ Երբեք չէր պատկանելու։ Երկրորդ առաքումն արագ եղավ։ Ձեղնահարկի բնակարան։ Կոստյումով մի տղամարդ, որը վճարեց քարտով փակեց դուռը, նախքան Անահիտը կհասցներ շնորհակալություն հայտնել։ Անահիտը ծառայողական աստիճաններով իջավ, Գագիկն ավելի ու ավելի անհանգիստ էր, զգում էր, թե ինչպես է ցուրտը թափանցում հագուստի միջով։ Երրորդ վերջին առաքումը կենտրոնից հեռու, մի թանկ թաղամասում էր։ Անահիտը գրեթե 40 րոպե հեծանիվ քշեց անդադար անձրի տակ։ Փողոցներն ավելի լայն դարձան, տներն ավելի ընդարձակ, պարիսպներն ավելի բարձր։ Նա գիտեր, որ այնտեղ չի պատկանում, բայց ընտրություն չուներ։ Պիցցան պետք է տաք հասներ, հաճախորդը պետք է գոհ մնար, իսկ իրեն գումար էր պետք։ Այդ լուր թաղամասի մի անկյունում ամեն ինչ փոխվեց։ Անահիտը փորձում էր անցնել փողոցը, երբ մի մեքենա բարձր ազդանշան տվեց, վախեցնելով նրան։ Նա կտրուկ շեղվեց, հեծանիվի արջի անիվը սահեց ջրի հետ խառնված յուղի մի ջրափոսի վրա, մի սարսափելի վայրկյան Անահիտը զգաց, որ ընկնում է։ Մարմինը թեքվեց մի կողմ, ջերմապահ պայուսակի ծանրությունը քաշեց նրան, ամեն ինչ կարծես դանդաղեցված կադրում տեղի ունեցավ։ Բայց մայրական բնազդն ավելի արագ էր վախից։ Նա մարմինը գցեց մյուս կողմ, վերջին պահին կարողացավ հավասարակշռել հեծանիվը, բայց հարվածը ստիպեց նրան կանգնել մայթեզրին, հասպար, սիրտը բաբախում էր, իսկ դողացող ձեռքերը բռնել էին ղեկը։ Գագիկը, վախից արթնացած, սկսեց լաց լինել։ Դա այլս թույլ լաց չէր։ Դա բարձր, հուսահատ լաց էր մեկի, ով ցուրտ էր զգում, քաղց անհարմարավետություն։ Անահիտը փորձեց հանգստացնել նրան, օրորելով մարմինը, մեղմ խոսքեր շշնջալով, բայց նրա արցունքները նույնպես սկսեցին հոսել։ Նա ուժասպառ էր։ Ուժերի սպառման եզրին էր։ Եվ այդ օրը առաջին անգամ թույլ տվեց իրեն զգալ հանձնվելու հսկայական ցանկությունը։ Այդ ժամանակ մի մանկական ձայն կտրեց անձրի շառաչը։ Պապ, կանգնեցրու մեքենան։ Պետք է օգնենք նրան։ Անահիտը բարձրացրեց գլուխը, տեսավ մոտ 7 տարեկան մի տղայի, որը նայում էր մի քանի մետր այն կողմ կանգնած, փայլուն սեդանի հետի պատուհանից։ Տղան լայն բացված աչքեր ուներ, ձեռքը սեղմել էր ապակուն, իսկ դեմքին անկեղծ անհանգստության արտահայտություն էր։ Նրա կողքին, վարորդի նստատեղին, լուրջ տեսքով մի տղամարդ հետում էր տեսարանին հետի հայելուց։ Տղան համառեց, ձայնը բարձր էր հրատապությամբ լի։ Պապ, նա քիչ մնաց ընկներ։ Նրա հետ երեխա կա։ Մենք պետք է օգնենք։ Տղամարդը տատանվեց։ Անահիտը դա տեսնում էր նրանից, թե ինչպես նա սեղմեց ղեկը, ինչպես նայեց առաջ, կարծես ուզում էր շարունակել ճանապարհը ձացնել, թե ոչինչ չի տեսել։ Բայց տղան չհանձնվեց։ Խնդրում եմ, պապ։ Խնդրում եմ։ Վերջապես, տղամարդը հոգոց հանեց, անջատեց շարժիչը, բացեց դուռը։ Անահիտը տեսավ, թե ինչպես նա իջավ մեքենայից։ Նա բարձրահասակ էր, պետք է լիներ մոտ 40 տարեկան, մուգ մազերով, որոնց մեջ մի քանի ճերմակ թելեր կային, հագին, մուգ կապույտ վերնաշապիկ էլեգանտ տաբատ։ Նա բացեց մի մեծ հովանոց վստահ, բայց զգույշ քայլերով մոտեցավ նրան։ Տղան վազեց նրա հետից, չանհանգստանալով անձրից։ Անահիտը փորձեց ոտքի կանգնել, բայց ոտքերը լավ չէին ենթարկվում։ Նա ամուր բռնեց Գագիկին, կարծես ուզում էր պաշտպանել նրան ամեն ինչից, նույնիսկ անսպասելի բարությունից։ Տղամարդը կանգնեց նրա դիմաց, մուգ աչքերը վերլուծում էին իրավիճակը անհանգստության անվստահության խառնուրդով։ Նա բացեց բերանը, փակեց, կարծես ճիշտ բառերն էր փնտրում։ Տիկին, լավ եք, հարցրեց նա, ձայնը խորն էր, բայց մեղմ։ Անահիտը շատ արագ գլխով արեց, ձայնը դողալով դուրս եկավ։ Այո, լավ եմ։ Ուղղակի սահեցի, բայց ամեն ինչ կարգին է։ Պետք է առաքումս ավարտեմ։ Տղան ավելի մոտեցավ, աչքերը հառած Գագիկին, որը շարունակում էր լաց լինել։ Նա կլոր դեմք ուներ, քթի վրա պեպեններ, մաքուր կարեկցանքի արտահայտություն։ Երեխան շատ է լաց լինում։ Մրսոնում է։ Անահիտը կուլ տվեց թուքը, զգալով, թե ինչպես է ամոթը բարձրանում վզով։ Նա չէր ուզում, որ իրեն այսպես տեսնեն։ Չէր ուզում թույլ, անկարող, կարիքավոր եռալ։ Բայց ճշմարտությունն այնտեղ էր, բացահայտված անողոք անձրի տակ։ Նա այդ ամենն էր ավելին։ Նա լավ կլինի։ Ուղղակի պետք է աշխատանքս ավարտեմ։ Տղամարդը կնճռոտեց ճակատը, նայեց կապարը երկնքին, հին հեծանիվին, թրջված ջերմապահ պայուսակին, հետո նորից Անահիտին։
Ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ։ Գուցե կարեկցանք։ Գուցե հիշողություն մի բանի մասին, որ ինքը նույնպես կորցրել էր։ Քանի առաքում է մնացել։ Անահիտը տատանվեց։ Միայն մեկը։ Տղամարդը հայացքով խոսեց որդու հետ, որը գլխով արեց, կարծես հորը քաջալերում էր ճիշտ բան անել։ Այնուհետ տղամարդը խորը հոգոց հանեց։ Տեսեք, ես սովորաբար այսպիսի բաներ չեմ անում, բայց դուք չեք կարող այսպես շարունակել, անձրի տակ, այսքան փոքր երեխայի հետ։ Թույլ տվեք օգնել ձեզ։ Իմ տունը մոտակայքում է։ Կարող եք չորանալ, տաքանալ։ Եվ ես կվճարեմ պիցցայի առաքման համար։ Դուք կարիք չունեք այս փոթորկի մեջ շարունակել հեծանիվ քշել։ Անահիտը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Դա գայթակղիչ էր։ Շատ գայթակղիչ։ Բայց նա վաղուց սովորել էր չվստահել անվճար բարությանը։ Միշտ մի գին կար։ Կարիք չկա։ Ես կավարտեմ։ Աղջիկ ջան, խնդրում եմ, տղամարդը խոսեց մի վճռականությամբ, որը ոչ թե իշխող էր, այլ անկեղծ։ Տեսեք, ես գիտեմ, որ դուք ինձ չեք ճանաչում, ես հասկանում եմ ձեր անվստահությունը։ Բայց որդիս ինձ ստիպեց կանգնել, որովհետև նա տեսավ, որ դուք օգնության կարիք ունեք։ Եվ նա ճիշտ է։ Անվտանգ չէ, որ դուք այսպես շարունակեք։ Եկեք մեզ հետ։ Ուղղակի տաքանալու, մի բան ուտելու, հետո կորոշեք, ինչ անել։ Ես խոստանում եմ, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենա։ Տղան մի քայլ առաջ արեց, մեծ, աղաչող աչքերով։ Ես երդվում եմ, որ մենք լավն ենք։ Հայրս բարի է։ Եվ դուք կարող եք վստահել մեզ։ Անահիտը նայեց Գագիկին, որը շարունակում էր լաց լինել, մաշկը շոշափելիս սառն էր, շուրթերը թեթակի կապտած։ Նա նայեց դատարկ փողոցին, անդադար անձրին, հեծանիվին, որը հազիվ թե մեկ շրջան էլ դիմանար։ Եվ հետո հակառակ իր բոլոր բնածներին, հակառակ բոլոր դասերին, որ կյանքը սովորեցրել էր, նա գլխով արեց։ Լավ։ Տղամարդը կարծես թեթացավ։ Նա վերցրեց հեծանիվը, դրեց մեքենայի բեռնախցիկում, զգուշությամբ ամրացրեց ջերմապահ պայուսակը, հետո օգնեց Անահիտին նստել հետի նստատեղին։ Տղան նստեց նրա կողքին, ամաչկոտ ժպտալով, իսկ տղամարդը վերադարձավ ղեկին։ Մեքենայի ջեռուցիչը միացված էր, փողոցի ցրտի հետ հակադրությունն այնքան ուժեղ էր, որ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Նա Գագիկին սեղմեց կրծքին, մխիթարական խոսքեր շշնջալով, երեխայի լացը կամաց-կամաց մարեց։ Անունդ ինչ է, հարցրեց տղան, ձայնը լի անմեղ հետաքրքրասիրությամբ։ Անահիտ։ Իսկ նա Գագիկն է։ Ես Պետրոսն եմ։ Իսկ սա հայրս է, Դավիթը։ Դավիթը նայեց հետի հայելուց կարճ գլխով արեց, նախքան աչքերը նորից ճանապարհին հառելը։ Տունը հեռու չէր։ Դա մի էլեգանտ երկհարկանի տուն էր Ծառաշատ փողոցում, առջում, խնամված այգի դարբնագործ երկաթե դարպաս։ Դավիթը կայանեց ավտոտնակում, Պետրոսն առաջինը դուրս եկավ, վազելով դեպի դուռը ձեռքով անելով, որ Անահիտը հետի իրեն։ Ներսում տունն այն ամենն էր, ինչ Անահիտը երբեք չէր ունեցել։ Ընդարձակ մաքուր, հարմարավետ կահույքով մի դիզայնով, որը համատեղում էր ժամանակակիցն ու հարմարավետությունը։ Պատերը բաց գույնի էին, նկարները ցույց էին տալիս հանգիստ բնապատկերներ, մաքրության հոտ էր սփռված օդում։ Անահիտն իրեն օտար զգաց, կարծես չպետք է այնտեղ լիներ, իր թրջված-մաշված սպորտային կոշիկներով կանգնած փայտե հատակին։ Դավիթը նկատեց նրա տատանումը։ Հարմարավետ տեղավորվեք։ Ես սրբիչներ կբերեմ։ Պետրոս, ցույց տուր նրան լոգարանը։ Պետրոսը Անահիտին միջանցքով տարավ դեպի մի ընդարձակ լավ լուսավորված լոգարան։ Այնտեղ փափուկ սրբիչներ էին կախված, մի մեծ հայելի նույնիսկ փայտե աթոռակ։ Դավիթը մաքուր հագուստ բերեց, սպորտային տաբատ երկարատ վերնաշապիկ, որոնք կարծես ուրիշին էին պատկանել, բայց ծալված էին հաճելի բույր ունեին։ Տաք լոգանք ընդունեք։ Լավ կզգաք։ Իսկ հետո կխոսենք ընթրիքի մասին։ Անահիտը ուզում էր հրաժարվել, բայց ցուրտը թափանցել էր մինչ ոսկորները, Գագիկին պետք էր փոխել։ Նա փակեց դուռը, հանեց թաց հագուստը որդու հետ գրկում մտավ ցնցուղի տակ։ Տաք ջուրը օրհնության պես թափվեց, լվանալով կեղտը, հոգնածությունը հուսահատության մի մասը։ Գագիկը դադարեց լաց լինել, աչուկները փակվեցին մաքուր թեթությունից։ Անահիտը զգուշությամբ բռնեց նրան, թույլ տալով, որ ջուրը նրան նույնպես տաքացնի, ամիսներ շարունակ առաջին անգամ թույլ տվեց իրեն շունչ քաշել։
Երբ դուրս եկավ լոգարանից, հագած փոխառու հագուստը Գագիկին փափուկ սրբիչի մեջ փաթաթած, Անահիտը գտավ Պետրոսին, որը սպասում էր միջանցքում։ Նա ժպտաց, տեսնելով նրանց. «Եկեք, մենք ուտելիք ենք պատրաստել»։ Խոհանոցում Դավիթը վերջացնում էր ափսեները դասավորելը, հավի մսով կարտոֆիլով տապակա, թարմ աղցան։ Ոչ մի բարդ բան, բայց դա իսկական կերակուր էր։ Անահիտը նստեց սեղանի շուրջ, Գագիկը գրկին, երբ Դավիթը ափսեն դրեց նրա դիմաց, նա զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Այնքան երկար ժամանակ էր անցել, ինչ որ մեկը իր համար ուտելիք էր պատրաստել։ Այնքան երկար ժամանակ էր անցել, ինչ նա կերել էր առանց շտապելու, առանց վախի, առանց մեղքի զգացումի։ «Հանգիստ կերեք», ասաց Դավիթը, նստելով սեղանի մյուս կողմում, Պետրոսը կողքին։ «Մենք արդեն շուտ ենք ընթրել, բայց ախորժակս բացվեց նորից ուտելու»։ Պետրոսը ծիծաղեց. «Սուտ է, պապ։ Դու ուտելիքը միայն նրա համար ես պատրաստել»։ Դավիթը ամաչկոտ ժպտաց, Անահիտը չկարողացավ չժպտալ նույնպես։ Նա դանդաղ կերավ, համտեսելով յուրաքանչյուր պատառը, մինչ Գագիկը հանգիստ քնած էր նրա գրկում։ Ընթրիքի ընթացքում Դավիթը քիչ հարցեր տվեց, հարգելով նրա լռությունը։ Բայց Պետրոսը լի էր հետաքրքրասիրությամբ։ «Գագիկը շատ փոքրիկ է»։ «Քանի»։ «Ամսական է»։ «6»։ «Իսկ դու նրա հետ հեծանիվով ես աշխատում»։ Անահիտը գլխով արեց, չիմանալով, թե ինչպես բացատրել 7 տարեկան տղային այն իրականությունը, որում ինքն ապրում էր։ Բայց Պետրոսը չդատեց։ Նա պարզապես քնքշությամբ նայեց Գագիկին։ «Պետք է դժվար լինի։ Բայց դու շատ խիզախ ես»։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, բայց արագ թարթեց, դրանք զսպելու համար։ Ընթրիքից հետո Դավիթը Անահիտին ցույց տվեց հյուրասենյակը։ Այն պարզ էր, բայց հարմարավետ։ Մի երկտեղանոց մահճակալ մաքուր սավաններով, պահարան, գիշերասեղան, լամպով։ Նա բերեց մի շարժական օրորոց տեղադրեց այն մահճակալի կողքին։ «Այսօր կարող եք այստեղ քնել։ Վաղը կտեսնենք, ինչ եք ուզում անել»։ Անահիտը նայեց սենյակին, մահճակալին, օրորոցին։ Ամեն ինչ այնքան հեռու էր իր իրականությունից, որ երազ էր թվում։ «Ես չեմ կարող սա ընդունել։ Դուք արդեն չափազանց շատ բան եք արել»։ Դավիթը գլուխը թափահարեց։ «Սա ողորմություն չէ։ Սա պարզապես մի տեղ է, որ դուք ձեր որդին մի գիշեր հանգստանաք։ Ոչ ավելին»։ Անահիտը գիտեր, որ պետք է հրաժարվի։ Գիտեր, որ պետք է գնա, վերադառնա պանսիոնատ, այն կյանքին, որը ճանաչում էր։ Բայց հոգնածությունն ավելի մեծ էր, քան բանականությունը։ Նա գլխով արեց, մեղմ շնորհակալություն հայտնեց, Դավիթը դուրս եկավ սենյակից, զգուշությամբ փակելով դուռը։ Անահիտը Գագիկին պառկեցրեց օրորոցում։ Երեխան խորը քնեց, շնչառությունը հանգիստ էր, դեմքը թուլացած։ Նա երկար րոպեներ նայում էր նրան, զգալով կուրծքը լցված մի զգացմունքով, որի անունը չգիտեր։ Հետո նա պառկեց մահճակալին, խրվեց փափուկ ներքնակի մեջ, փակեց աչքերը։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտը քնեց առանց վախի։ Գլուխ 2։ Անահիտն արթնացավ շփոթված։ Մի քանի վայրկյան նա չճանաչեց իր գլխավերի սպիտակ առաստաղը, ոչ էլ Նարդոսի մեղմ բույրը, որ գալիս էր սավաններից։ Մարմինը թուլացած էր այնպես, ինչպես նա մոռացել էր, որ հնարավոր է։ Հետո, կայծակի պես, նախորդ գիշերվա հիշողությունը վերադարձավ։ Անձրը, քիչ մնաց ճակատագրական դառնար ընկնելը, տղամարդն ու տղան, հյուրընկալ տունը։ Նա շատ արագ նստեց, սիրտը բաբախում էր, նայեց մահճակալի կողքի օրորոցին։ Գագիկը հանգիստ քնած էր, այտերը վարդագույն, կուրծքը բարձրանում ու իջնում էր հանգիստ ռիթմով։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը։ Արի լույսը մեղմ ու ոսկեգույն ներս էր թափանցում պատուհանից։ Պետք է լիներ առավոտյան ժամը 7-ի կողմերը։ Նա ձայներ լսեց խոհանոցից։ Հանգիստ ձայներ, հոր-որդու միջ խոսակցություն։ Զգուշությամբ վեր կացավ, դեռ հագին փոխառու հագուստը, քայլեց դեպի դուռը։ Երբ բացեց այն, թարմ սուրճի բույրը պարուրեց նրան։ Խոհանոցում Դավիթը նախաճաշ էր պատրաստում, մինչ Պետրոսը արդեն դպրոցական համազգեստով, ջեմով հաց էր ուտում աշխույժ խոսում բնագիտության մի նախագծի մասին։ Երբ Դավիթը նկատեց Անահիտին դռան մոտ, նա զուսպ ժպտաց։ «Բարի լույս։ Լավ քնեցիք»։ Անահիտը գլխով արեց, ձայնը դեռ կոկորդում խրված։
Քնեցի։ Շնորհակալ եմ։ Պետրոսը շրջվեց աթոռին, աչքերը փայլում էին։ Բարի լույս, Անահիտ։ Գագիկը դեռ քնած է։ Այո։ Դավիթը մի բաժակ սուրճ լցրեց դրեց սեղանին, հացի, պանրի, մրգերի յոգուրտի հետ միասին։ Անահիտը նստեց, իրեն տարօրինակ զգալով այսքան առատության առաջ։ Նա սովոր չէր դրան։ Նրա համար նախաճաշը սովորաբար մի կտոր կարագով հաց էր, երբ ավել գումար էր լինում, կամ պարզապես մի թունծ սուրճ ստամոքսը խաբելու համար։ Ազատ կերեք, ասաց Դավիթը, նկատելով նրա տատանումը։ Մենք այստեղ միշտ հագեցնող նախաճաշ ենք անում։ Պետրոսը խոսեց պատառների միջ։ Հայրս լավագույն տապակած հացն է պատրաստում։ Պետք է փորձեք։ Անահիտը դանդաղ կերավ, դեռ լուռ, մինչ Դավիթը վերջացնում էր Պետրոսի պայուսակը հավաքելը։ Տղան չէր դադարում խոսել, հարցեր էր տալիս Գագիկի մասին, պատմություններ պատմում դպրոցից, ցույց տալիս մի նկար, որը նախորդ օրն էր արել։ Դա մի տեսարան էր, որ Անահիտը միայն հեռուստացույցով էր տեսել։ Իսկական ընտանիք, առօրյայով, խոսակցություններով, թեթությամբ։ Երբ Պետրոսն ավարտեց ուտելը, Դավիթը նրան տարավ դեպի դուռը։ Գնացինք, չեմպիոն։ Այսօր թվաբանության ստուգողական ունես։ Պետրոսը դեմքը ծամացրեց, բայց հնազանդվեց։ Դուրս գալուց առաջ նա ձեռքով արեց Անահիտին։ Ցտեսություն, Անահիտ։ Հուսով եմ, դու դեռ այստեղ կլինես, երբ ես վերադառնամ։ Անահիտը չիմացավ, ինչ պատասխանել։ Դավիթը որդու հետ դուրս եկավ, մի քանի րոպե տանը լռություն տիրեց։ Նա օգտվեց առիթից, լվաց սպասքը, հավաքեց խոհանոցը, մի օգտակար բան արեց, թեկուզ մի փոքր փոխհատուցելու համար ստացած բարությունը։ Երբ Դավիթը վերադարձավ, նա գտավ նրան ափսեները չորացնելիս։ Կարիք չկար դա անելու։ Գիտեմ։ Բայց ուզեցի անել։ Դավիթը հենվեց սեղանին, ձեռքերը խաչած, նայելով նրան մի արտահայտությամբ, որը Անահիտը չէր կարողանում վերծանել։ Տեսեք, Անահիտ, ես գիտեմ, որ դուք պետք է անհարմար զգաք այստեղ։ Եվ ես հասկանում եմ։ Բայց ձեզ օգնություն է պետք։ Դա ակնհայտ է։ Այնպես որ, եթե ուզում եք, կարող եք մի քանի օր մնալ։ Մինչ կարողանաք կազմակերպվել։ Անահիտը դադարեցրեց ափսեն չորացնելը, ձեռքերը թեթակի դողում էին։ Ես չեմ կարող դա ընդունել։ Արդեն չարաշահել եմ ձեր բարությունը։ Դա չարաշահում չէ։ Օգնություն է։ Տարբերություն կա։ Անահիտը գլուխը թափահարեց, հպարտությունը բանականությունից բարձր խոսեց։ Ես իսկապես շնորհակալ եմ, բայց պետք է գնամ։ Պետք է աշխատեմ, պետք է պանսիոնատի վարձը տամ։ Ես չեմ կարող այստեղ մնալ, օգտվելով ձեր մեծահոգությունից։ Դավիթը հոգոց հանեց, բայց չհամառեց։ Նա գիտեր, որ Անահիտը չափազանց հպարտ է հեշտությամբ օգնություն ընդունելու համար։ Այնպես որ նա արեց միակ բանը, որ կարող էր։ Վերցրեց դրամապանակը մի քանի թղթադրամ հանեց։ Գոնե թույլ տվեք սա ձեզ տալ։ Երեկվա պիցցաների համար։ Եվ այն առաքման համար, որը դուք չարեցիք։ Անահիտը նայեց գումարին։ Դա ավելին էր, քան նա վաստակում էր 3 օրվա աշխատանքով։ Շատ ավելին։ Սա շատ է։ Սա այն է, ինչին դուք արժանի եք։ Նա դժկամությամբ ընդունեց գումարը, դնելով այն փոխառու տաբատի գրպանը։ Հետո գնաց սենյակ, փոխեց Գագիկին, հագավ իր սեփական հագուստը, որը Դավիթը լվացել չորացրել էր գիշերը, պատրաստվեց գնալու։ Դավիթը նրան իր մեքենայով տարավ պիցցերիա։ Ճանապարհին նրանց միջ լռությունը լի էր չասված խոսքերով։ Անահիտը ուզում էր շնորհակալություն հայտնել այնպես, որ արժանի լիներ նրա արածին, բայց բառերը չափազանց փոքր էին թվում։ Դավիթը իր հերթին ուզում էր համառել, որ նա մնա, բայց գիտեր, որ օգուտ չի լինի։ Երբ հասան պիցցերիայի դիմաց, Անահիտը իջավ մեքենայից, Գագիկը գրկին ու սապարկը մեջքին։ Դավիթը նրան տվեց մի այցեքարտ իր հեռախոսահամարով։ Եթե մի բան լինի, զանգիր ինձ։ Լուրջ եմ ասում։ Անահիտը վերցրեց քարտը, մի պահ նայեց նրան, հետո դրեց գրպանը։ Նա մի շնորհակալություն մրմնջաց, շրջվեց մտավ պիցցերիա։ Պարոն Մարտիրոսը վաճառասեղանի հետում էր, դեմքը տխուր։ Երբ տեսավ Անահիտին, նա չժպտաց։ Դու ուշացել ես։ Ներողություն, պարոն Մարտիրոս։ Երեկ մի խնդիր եղավ, բայց…
Նա ընդհատեց նրան, ձայնը կոպիտ էր։ Խնդիրն այն է, որ դու կարծում ես, թե կարող ես այստեղ աշխատել, երեխան կրծքիդ կախված։ Երեկ դու առաքումները չես ավարտել։ Երրորդ պիցցայի հաճախորդը բողոքել է։ Ասաց, որ 1 ժամից ավելի է սպասել։ Դու ինձ հաճախորդ ես կորցնել տվել։ Անահիտը զգաց, որ արյունը սառչում է։ Ես խնդիր ունեի, բայց կարող եմ բացատրել։ Ես կփոխհատուցեմ, այսօրվա բոլոր առաքումները կանեմ ես։ Կարիք չկա, պարոն Մարտիրոսը խաչեց ձեռքերը, արտահայտությունն անդրդվելի էր։ Դու ազատված ես։ Վերցրու իրերդ գնա։ Անահիտի աշխարհը փլուզվեց այդ պահին։ Նա փորձեց վիճել, փորձեց աղաչել, բայց պարոն Մարտիրոսը չցանկացավ լսել։ Նա տվեց նրան աշխատած օրերի վարձը, մի չնչին գումար, որը հազիվ կբավականացներ 2 շաբաթվա ծախսերի համար, շրջվեց։ Անահիտը դուրս եկավ պիցցերիայից դողացող ոտքերով, Գագիկը սկսում էր քաղցից տնքալ։ Նա նստեց մայթին, գլուխը ձեռքերի մեջ, փորձելով չփլուզվել։ Առանց աշխատանքի, առանց եկամտի, կերակրելու երեխայով վճարելու վարձով։ Ինչպես էր նա գոյատելու։ Անահիտը ոտքով վերադարձավ պանսիոնատ, յուրաքանչյուր քայլն ավելի ծանր էր, քան նախորդը։ Երբ հասավ այն փոքրիկ սենյակը, որը տուն էր կոչում, կերակրեց Գագիկին մնացած մի փոքր կաթի փոշիով, փոխեց նրա տակտիրը, օգտագործելով վերջինը, պառկեցրեց նրան ինքնաշեն մահճակալին, որն ընդամենը հատակին դրված ներքնակ էր։ Գագիկը քնեց, բայց Անահիտը չկարողացավ։ Նա արթուն մնաց, նայելով ճաքած առաստաղին, հաշվարկելով, թե որքան ժամանակ ունի, մինչ ամեն ինչ վերջնականապես կփլուզվի։ Հաջորդ օրերը հուսահատության մշուշի մեջ անցան։ Անահիտը փորձեց այլ աշխատանք գտնել։ Գնաց արագ սննդի կետեր, խանութներ, սուպերմարկետներ։ Բայց ոչ ոք չէր ուզում աշխատանքի ընդունել միայնակ մորը, գրկի երեխայով։ Կամ տեղը երեխա չէր ընդունում, կամ թափուր տեղ չկար, կամ պարզապես նայում էին նրան այն լուռ արհամարանքով, որը Անահիտը լավ գիտեր։ Նա ծախսեց ունեցած գումարը կաթի, տակտիրների ուտելիքի վրա, բայց գիտեր, որ դա երկար չի տի։ Պանսիոնատի վարձը ուշացած էր, տանտիրուհին, տիկին Լուսինեն, 50 անց մի կին, որի մատների արանքում միշտ վառվող ծխախոտ կար, արդեն 3 անգամ թակել էր դուռը, պահանջելով վճարումը։ 5-րդ օրն էր, երբ Անահիտն այլս ոչինչ չուներ, որ ամեն ինչ վատացավ։ Գագիկն արթնացավ գիշերվա կեսին, լաց լինելով այնպես, ինչպես Անահիտը երբեք չէր լսել։ Դա սուր, հուսահատ, ցավի լաց էր։ Նա վերցրեց նրան գիրկը զգաց, որ նա տաք է։ Շատ տաք։ Մաշկն այրվում էր, ճակատը թաց էր քրտինքից, շնչառությունը արագ հասպար։ Անահիտը զգաց, որ խուճապը բարձրանում է կոկորդով։ Նա թաց շորեր դրեց նրա ճակատին, ջուր տվեց, փորձեց հանգստացնել, բայց ոչինչ չէր օգնում։ Գագիկը չէր դադարում լաց լինել, մարմնիկը դողում էր, աչքերը կիսափակ։ Անահիտը վերցրեց ունեցած մի քանի հազար դրամը, վազեց դեպի անկյունի հերթապահ դեղատունը։ Կեսգիշեր էր, փողոցները ամայի էին, գիշերվա ցուրտը ստիպեց նրան էլ ավելի դողալ։ Դեղատանը նա բացատրեց ախտանիշները դեղագործին, որը խորհուրդ տվեց մանկական ջերմիջեցնող։ Անահիտը գնեց ամենաէժան դեղը, վազելով վերադարձավ պանսիոնատ, փորձեց հեղուկը տալ Գագիկին։ Բայց երեխան հրաժարվեց, թքելով ամեն ինչ, լաց լինելով ավելի ու ավելի թույլ։ Անահիտն ամբողջ գիշեր արթուն մնաց, բռնելով Գագիկին, մեղմ երգելով, աղոթելով ցանկացած ուժի, որ լսում էր։ Երբ արը ծագեց, Գագիկն ավելի վատ էր։ Ջերմությունը չէր իջել, շնչառությունը դժվարացել էր, նա հազիվ ուժ ուներ լաց լինելու։ Անահիտը գիտեր, որ պետք է նրան հիվանդանոց տանի, բայց տրանսպորտի գումար չուներ, ապահովագրություն չուներ, ոչինչ չուներ։ Այդ ժամանակ տիկին Լուսինեն թակեց դուռը։ Անահիտը բացեց, Գագիկը ծանր քնած էր գրկում։ Տիկին Լուսինեն նայեց նրան այն արտահայտությամբ, որը ոչ թե խղճահարություն էր ցույց տալիս, այլ անհամբերություն։ Անահիտ, վարձը մի շաբաթից ավելի է ուշացած է։ Ինձ այսօր գումար է պետք։ Եթե մինչ կեսօր չվճարես, պետք է դուրս գաս։ Տիկին Լուսինե, խնդրում եմ, Անահիտը զգաց, որ ձայնը խեղդվում է։ Որդիս հիվանդ է։ Ինձ ավելի շատ ժամանակ է պետք։ Ընդամենը մի քանի օր, խոստանում եմ, որ… Տիկին Լուսինեն հոգոց հանեց, ծխախոտի մոխիրը թափելով միջանցքում։ Տես, Անահիտ, ես էլ վճարելու հաշիվներ ունեմ։ Սա անձնական չէ, գործ է։
Դու մինչ կեսօր ժամանակ ունես։ Եթե չվճարես, ես ստիպված կլինեմ խնդրել, որ դուրս գաս։ Եվ նա շրջվեց, թողնելով Անահիտին կանգնած դռան մոտ, բռնած ջերմությունից այրվող որդուն, զգալով, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Անահիտը փորձեց մտածել։ Փորձեց լուծում գտնել։ Բայց ելք չկար։ Աշխատանք չուներ, գումար չուներ, գնալու տեղ չուներ։ Նա նայեց Գագիկին, գունատ դեմքին, կապտած շուրթերին, զգաց, որ ձախողվում է որպես մայր։ Ձախողվում է պաշտպանել միակ էակին, որին սիրում էր աշխարհում։ Այդ ժամանակ նա հիշեց այցեքարտը։ Դողացող ձեռքերով Անահիտը փնտրեց ուսապարկի գրպանում գտավ այն քարտը, որը Դավիթը տվել էր։ Նա նայեց գրված թվերին, տատանվեց, կասկածեց, թե արդյոք պետք է դա անի։ Բայց Գագիկը թույլ տնքաց, Անահիտն այլ ընտրություն չուներ։ Նա վերցրեց որդուն, ունեցած-չունեցածը դրեց ուսապարկի մեջ, դուրս եկավ պանսիոնատից։ Չգիտեր Դավիթի տան ճշգրիտ հասցեն, բայց մոտավորապես հիշում էր փողոցը, թաղամասը, ճակատամասը։ Սկսեց քայլել, հարցնելով մարդկանց, հետելով շփոթված, հուսահատ հիշողությանը։ Ժամեր անցան։ Գագիկը գնալով ավելի ու ավելի հանգիստ էր դառնում, չնչառությունը ավելի ու ավելի թույլ։ Անահիտը զգում էր ոտքերի ցավը, տեսողությունը մշուշվում էր հոգնածությունից, բայց չէր կարող կանգնել։ Վերջապես, երբ առն արդեն բարձր էր, Անահիտը ճանաչեց փողոցը։ Սիրտը արագացավ։ Նա ավելի արագ քայլեց, գրեթե վազելով, մինչ տեսավ տունը։ Դավիթի տունը։ Ունեցած վերջին ուժով Անահիտը մոտեցավ դարպասին, սեղմեց դռան զանգը, սպասեց։ Ոչ ոք չպատասխանեց։ Նա նորից սեղմեց, նորից։ Գագիկը շատ հանգիստ էր։ Չափազանց հանգիստ։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա հենվեց դարպասին, Գագիկին սեղմելով կրծքին, զգալով, թե ինչպես են արցունքներն անկառավարելի հոսում։ Նա ձախողվել էր։ Չէր կարողացել պաշտպանել իր որդուն։ Այդ ժամանակ Դավիթի ձայնը լսվեց դռան զանգից։ Ալո։ Անահիտը փորձեց խոսել, բայց ձայնը դուրս չեկավ։ Նա նորից փորձեց, կարողացավ միայն մի հեկեկոց արձակել։ Ալո։ Անահիտը հավաքեց իր ունեցած ողջ ուժը, շշնջաց. Դավիթ, ես եմ։ Անահիտը։ Կարճ լռություն տիրեց։ Հետո Դավիթի ձայնը, այժմ տագնապած. Անահիտ։ Դու դրսում ես։ Այո, խնդրում եմ։ Նա լսեց դարպասի բացվելու ձայնը, հետո արագ քայլեր։ Դավիթը վազելով հայտնվեց, դեռ խալաթով, աչքերը լայն բացված։ Երբ տեսավ Անահիտին, գունատ, դողացող, Գագիկը գրկին, նա մի վայրկյան կանգ առավ, փորձելով հասկանալ տեսարանը։ Հետո նա վազեց դեպի նրան։ Աստված իմ, Անահիտ։ Ինչ է պատահել։ Անահիտը փորձեց բացատրել, բայց բառերը շփոթված, հոգնածությունից, հուսահատությունից խառնված դուրս եկան։ Նա հիվանդ է, ջերմություն չկարողացա չունեի։ Դավիթը զգուշությամբ վերցրեց Գագիկին գիրկը, դիպավ երեխայի ճակատին, զգաց անհավանական տաքությունը։ Նրա արտահայտությունն անմիջապես փոխվեց։ Նա նայեց Անահիտին, որը գրեթե ուշագնաց էր լինում։ Մենք պետք է հիվանդանոց գնանք։ Հիմա։ Նա բռնեց նրա թից, թույլ չտալով, որ ընկնի, տարավ նրան մեքենայի մոտ։ Գագիկին դրեց հետի նստատեղին, Անահիտը բռնած որդուն, մեծ արագությամբ քշեց դեպի մոտակա հիվանդանոցը։ Շտապօգնության բաժանմունքում ամեն ինչ արագ տեղի ունեցավ։ Դավիթը խոսեց ընդունարանի աշխատակցի հետ, բացատրեց, որ շտապ դեպք է, րոպեների ընթացքում Գագիկին մի բուժքույր տարավ։ Անահիտը փորձեց հետել, բայց ոտքերը տեղի տվեցին։ Դավիթը բռնեց նրան, նախքան նա կընկներ, տարավ նրան մի աթոռի մոտ, մնաց նրա կողքին, բռնաց նրա ձեռքը։ Ամեն ինչ լավ կլինի։ Նա լավ կլինի։ Ես խոստանում եմ։ Անահիտը նայեց Դավիթին, աչքերը լի արցունքներով, առաջին անգամ, երբ ամեն ինչ փլուզվել էր, նա հավատաց ինչ-որ մեկին։ Հավատաց, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է լավանալ։ Րոպեները ժամերի պես ձգվեցին։ Անահիտը նստած է սպասասրահի աթոռին, ձեռքերը դողում էին, մարմինը ուժասպառ։ Դավիթը նրա կողքից չհեռացավ։ Նա ջուր բերեց, հիվանդանոցի սրճարանից մի բան բերեց, փորձեց ստիպել նրան ուտել։ Նա հազիվ էր կարողանում կուլ տալ, բայց ընդունեց ջուրը, փորձելով խոնավացնել մարմինը, որը ժամեր շարունակ քայլել էր արի տակ։
Վերջապես, մի բժշկուհի հայտնվեց։ Նա միջին տարիքի կին էր, մազերը հավաքած, արտահայտությունը լուրջ, բայց բարի։ Գագիկ երեխայի հարազատները։ Անահիտը ցատկելով ոտքի կանգնեց, Դավիթը նրա կողքին։ Ես մայրն եմ։ Ինչպե՞ս է նա։ Բժշկուհին նայեց հիվանդության պատմությանը, հետո Անահիտին։ Նա այժմ կայուն է։ Մենք ախտորոշել ենք ծանր շնչառական վարակ։ Բարձր ջերմությունը վարակի հետանք էր։ Նա պետք է մի քանի օր հիվանդանոցում մնա, հակաբիոտիկներով բուժման հսկողության համար։ Բայց ժամանակին եք հասցրել։ Եվս մի քանի ժամ, իրավիճակը կարող էր շատ ավելի ծանր լինել։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են թեթությունից։ Դավիթը բռնեց նրան, նա թույլ տվեց, որ նա դա անի։ Թույլ տվեց, որ ինչ-որ մեկը իրեն պահի, կյանքում առաջին անգամ։ Կարող եմ տեսնել նրան։ Այո։ Նա հիմա քնած է, բայց կարող եք նրա հետ մնալ։ Բժշկուհին Անահիտին տարավ մի փոքրիկ սենյակ, որտեղ Գագիկը պառկած էր հիվանդանոցային օրորոցում, միացված մի քանի սարքերի, բայց ավելի լավ էր շնչում։ Անահիտը մոտեցավ, դիպավ նրա փոքրիկ ձեռքին, արցունքներն վերջապես անկառավարելի հոսեցին։ Դրանք վախի, թեթության, ուժասպառության, երախտագիտության արցունքներ էին։ Դավիթը կանգնած էր դռան մոտ, դիտելով տեսարանը։ Նա տեսնում էր այդ մոր ցավը, այն պայքարը, որ նա մղում էր ամեն օր, զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Նա գիտեր, թե ինչ է կորցնել ինչ-որ մեկին։ Գիտեր, թե ինչ է զգալ անզորություն։ Եվ այդ պահին նա լուռ խոստում տվեց։ Նա թույլ չէր տա, որ Անահիտը միայնակ դիմակայի դրան։ Երբ Անահիտը վերջապես նստեց օրորոցի կողքի աթոռին, Դավիթը մոտեցավ ձեռքը դրեց նրա ուսին։ Ես կհոգամ ամեն ինչ։ Ծախսերը, բուժումը։ Դուք հիմա ոչ մի բանի մասին անհանգստանալու կարիք չունեք։ Անահիտը նայեց նրան, աչքերը կարմիր ուռած։ Ինչո՞վ։ Ինչու եք դուք դա անում։ Դավիթը տատանվեց, փնտրելով ճիշտ բառերը։ Որովհետև ոչ ոք չպետք է միայնակ անցնի դրա միջով։ Եվ որովհետև որդիս ինձ սովորեցրեց, որ մենք պետք է օգնենք, երբ կարող ենք։ Անահիտը չկարողացավ պատասխանել։ Նա պարզապես բռնեց Դավիթի ձեռքը, ամուր սեղմեց շնջաց մի շնորհակալություն, որն ավելի շատ սրտից դուրս եկավ, քան կոկորդից։ Այդ գիշեր Անահիտը քնեց Գագիկի կողքի աթոռին։ Դավիթը նույնպես մնաց, նստած մեկ այլ աթոռին, հսկելով երկուսին։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտը զգաց, որ մենակ չէ։ Որ իր կողքին ինչ-որ մեկը կա։ Որ հույս կա։ Գլուխ 3։ Հիվանդանոցային օրերն անցնում էին դանդաղ ու տագնապալի ռիթմով։ Անահիտը Գագիկի կողքից չէր հեռանում։ Նա քնում էր օրորոցի կողքի անհարմար աթոռին, արթնանում որդու յուրաքանչյուր տարբերվող շնչառությունից, հետում յուրաքանչյուր դեղորայքի ընդունմանը, բուժքույրերի յուրաքանչյուր ստուգմանը։ Դավիթն ամեն օր գալիս էր։ Ուտելիք էր բերում, մաքուր հագուստ, մխիթարական խոսքեր։ Պետրոսը նույնպես գալիս էր դպրոցից հետո, գունավոր նկարներով, որոնք փակցնում էր սենյակի պատին, հիվանդանոցային միջավայրը դարձնելով ավելի քիչ սառը։ Գագիկը լավ էր արձագանքում բուժմանը։ Ջերմությունը երկրորդ օրն իջավ։ Շնչառությունը կամաց-կամաց կարգավորվեց։ Այտերը նորից գույն ստացան, չորրորդ օրը նա արդեն կարողանում էր ժպտալ Անահիտին, երբ նա մեղմ երգում էր։ Բժիշկները գոհ էին զարգացումից հաստատեցին, որ նա շուտով դուրս կգրվի։ Անահիտը գիտեր, որ պետք է թեթացած լինի։ Եվ այդպես էլ կար։ Բայց թեթության հետ միասին աճող տագնապ կար։ Ինչ էր լինելու, երբ նրանք դուրս գային հիվանդանոցից։ Նա այլս ապրելու տեղ չուներ։ Աշխատանք չուներ։ Ոչինչ չուներ։ Դավիթն էր, որ 5-րդ օրվա առավոտյան բարձրացրեց այդ հարցը։ Նա սենյակ մտավ թարմ սուրճով դեռ տաք գաթայով։ Անահիտն ընդունեց հոգնած ժպիտով։ Բժշկուհին ասաց, որ Գագիկը վաղը կարող է դուրս գրվել։ Գիտեմ, մրմնջաց Անահիտը, նայելով հանգիստ քնած որդուն։ Մտածել եք, ինչ եք անելու։ Անահիտը մի պահ լուռ մնաց։ Հետո արտաշնչեց պահած շունչը։ Ոչ։ Չգիտեմ։ Դավիթը մի աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ Նրա ձայնը մեղմ էր, առանց դատապարտման։ Անահիտ, ես գիտեմ, որ դուք հպարտ եք։ Գիտեմ, որ չեք սիրում օգնություն ընդունել։
Բայց դուք պետք է մտածեք Գագիկի մասին։ Նրան անվտանգ տեղ է պետք, խնամք, կայունություն։ Ես դա գիտեմ, Անահիտը զգաց, որ ձայնը դողում է։ Բայց ես նրան առաջարկելու ոչինչ չունեմ։ Ես ձախողվել եմ որպես մայր։ Դավիթը վճռականորեն գլուխը թափահարեց։ Դուք չեք ձախողվել։ Դուք պայքարել եք։ Դուք արել եք այն ամենը, ինչ կարող էիք ունեցածով։ Բայց հիմա դուք դա մենակ անելու կարիք չունեք։ Անահիտը նայեց նրան, աչքերը արցունքոտ։ Ինչ եք ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ դուք Գագիկը կարող եք մնալ իմ տանը։ Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Առանց ճնշման, առանց պահանջի։ Ուղղակի մինչ կարողանաք կազմակերպվել։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Դա չափազանց մեծ մեծահոգություն էր։ Դավիթ, ես չեմ կարող դա անել։ Ես արդեն այնքան բանով եմ ձեզ պարտական։ Դուք ինձ ոչինչ պարտական չեք, ընդհատեց նա, ձայնը վճռական, բայց քնքուշ։ Տեսեք, իմ տունը չափազանց մեծ է ինձ Պետրոսի համար։ Ավելորդ տեղ կա։ Եվ, անկեղծ ասած, երբ դուք այնտեղ էիք, տունը փոխվեց։ Ավելի կենդանի դարձավ։ Պետրոսը չի դադարում խոսել ձեր Գագիկի մասին։ Նա կարոտում է ձեզ։ Անահիտը զգաց, որ արցունքները հոսում են։ Նա հոգնել էր պայքարելուց։ Հոգնել էր ծածնելուց, թե մենակ կարող է։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն ընդունել մեկնված ձեռքը։ Լավ։ Բայց միայն մի որոշ ժամանակ։ Մինչ աշխատանք գտնեմ ապրելու տեղ։ Դավիթը ժպտաց, թեթացած։ Պայմանավորվեցինք։ Հաջորդ օրը Գագիկը դուրս գրվեց։ Անահիտը նրան հագցրեց մի նոր հագուստ, որը Դավիթն էր գնել, բաց կապույտ կոմբինեզոն, կրծքին արջուկի ասեղնագործությամբ։ Գագիկն ավելի ուժեղ էր, ավելի վարդագույն, ավելի նման առողջ երեխայի։ Անահիտը զգուշությամբ բռնեց նրան, շնորհակալություն հայտնեց բժիշկներին, բուժքույրերին, որոնք այդքան քնքշությամբ էին խնամել նրան, Դավիթի կողքին դուրս եկավ հիվանդանոցից։ Երբ հասան տուն, Պետրոսը սպասում էր դռան մոտ, անհամբերությունից ցատկոտելով։ Հենց տեսավ Գագիկին, աչքերը փայլեցին։ Նա լավ է։ Նա լավացել է։ Այո, ժպտաց Անահիտը, օրեր շարունակ առաջին անգամ ժպիտը բնական էր։ Պետրոսը նրբորեն բռնեց Գագիկի փոքրիկ ձեռքը, կարծես թանկարժեք մի բան էր բռնել։ Ես նրա համար նկար եմ արել։ Ուզում եք տեսնել։ Իհարկե։ Պետրոսը վազեց ներս վերադարձավ գունավոր թղթով։ Դա 4 հոգու նկար էր, ձեռք ձեռքի տված։ Մի բարձրահասակ տղամարդ, մի կին, մի տղա, մի երեխա։ Անահիտը զգաց, որ կուրծքը սեղմվում է, նայելով պատկերին։ Պետրոսը ընտանիք էր նկարել։ Այն ընտանիքը, որը նա ցանկանում էր։ Շատ գեղեցիկ է, Պետրոս։ Ես դրել եմ սառնարանին։ Այդպես բոլորը կտեսնեն։ Դավիթը Անահիտին տարավ հյուրասենյակ, որն այժմ էլ ավելի պատրաստված էր։ Այնտեղ տակտիրներ կային, թաց անձեռոցիկներ, պահարանում ծալված նոր հագուստներ, փափուկ խաղալիքներ, սփռված ամենուր։ Այն ամենը, ինչ կարող էր պետք գալ երեխային։ Ես հստակ չգիտեի, ինչ գնել, այնպես որ մի քիչ ամեն ինչից գնեցի։ Անահիտը հուզված շուրջը նայեց։ Կարիք չկար։ Գիտեմ։ Բայց ուզեցի անել։ Առաջին օրերը հարմարվելու համար էին։ Անահիտն արթնանում էր վաղ, օգնում նախաճաշ պատրաստել, խնամում Գագիկին, խաղում Պետրոսի հետ։ Կամաց-կամաց նա ստանձնեց տան գործերը։ Եփում էր, մաքրում, կարգի բերում։ Ոչ թե որովհետև Դավիթն էր խնդրում, այլ որովհետև նա պետք է ինչ-որ կերպ փոխհատուցեր։ Պետք է իրեն օգտակար զգար։ Դավիթը հիմնականում տնից էր աշխատում։ Նա ֆինանսական խորհրդատու էր, ժամերով անցկացնում էր համակարգչի դիմաց, վերլուծելով աղյուսակներ, մասնակցելով առցանց հանդիպումների։ Բայց միշտ դադարներ էր տալիս Անահիտի հետ խոսելու, հարցնելու, թե արդյոք նա ինչ-որ բանի կարիք ունի, պատշգամբում մի բաժակ սուրճ կիսելու համար։ Պետրոսը դպրոցից վերադառնում էր պատմություններով լի։ Նա պատմում էր ընկերների, ուսուցիչների, դասամիջոցի խաղերի մասին։ Եվ միշտ խնդրում էր Գագիկին գրկել, երեխային ծիծաղեցնել, նրան նոր խաղալիքները ցույց տալ։ Անահիտը սրտի թրթիռով հետում էր նրանց շփմանը։ Պետրոսը Գագիկի հետ վարվում էր այնպես, կարծես նա իր փոքրիկ եղբայրն էր։ Զգուշությամբ, քնքշությամբ, անկեղծ սիրով։
Շաբաթներն անցնում էին, Անահիտը նկատեց, որ ինչ-որ բան փոխվում է իր ներսում։ Տունը, որը սկզբում ընդամենը ժամանակավոր ապաստան էր, սկսեց տուն թվալ։ Նա իրեն բռնում էր երգելիս, երբ եփում էր, ժպտում էր առանց որևէ պատճառի, զգում էր մի թեթություն, որը տարիներով չէր ճանաչում։ Գագիկը լավ էր մեծանում, քաշ հավաքում, զարգանում։ Արդեն կարողանում էր մենակ նստել, արդեն բարձր ծիծաղում էր, արդեն ձեռքերն էր մեկնում, երբ տեսնում էր Անահիտին։ Մի օր, երբ Անահիտը հյուրասենյակում հագուստ էր ծալում, Պետրոսը մոտեցավ նրան լուրջ արտահայտությամբ։ Նա մի պահ կանգնեց, ուղղակի նայելով նրան։ Անահիտը դադարեցրեց իր գործը։ Ամեն ինչ լավ է, Պետրոս։ Պետրոսը գծեց ստորին շուրթը, տատանվելով։ Հետո մեղմ ասաց. Անահիտ, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Դու գնալու ես։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Նա իջավ մինչ տղայի հասակը բռնեց նրա փոքրիկ ձեռքերը։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև դու ասացիր, որ միայն մի որոշ ժամանակ ես մնալու։ Եվ ես չեմ ուզում, որ դու գնաս։ Ինձ դուր է գալիս, որ դու այստեղ ես։ Ինձ դուր է գալիս, որ Գագիկն այստեղ է։ Կարծես մենք իսկական ընտանիք լինենք։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Նա Պետրոսին քաշեց իր մոտ, ամուր գրկելով։ Ինձ էլ է դուր գալիս այստեղ լինել, Պետրոս։ Շատ։ Այդ դեպքում կարող ես մնալ։ Ընդմիշտ։ Անահիտը չիմացավ, ինչ պատասխանել։ Նա ուզում էր ասել այո։ Ուզում էր խոստանալ, որ կմնա։ Բայց սպասումներ ստեղծելու վախը, կապվելու հետո ամեն ինչ կորցնելու վախը խանգարում էր նրան։ Այնպես որ նա պարզապես ավելի ամուր գրկեց Պետրոսին շշնջաց. Կտեսնենք, լավ։ Պետրոսը գլխով արեց, բայց Անահիտը կարող էր զգալ նրա տխրությունը։ Եվ դա ավելի շատ էր ցավեցնում, քան նա պատկերացնում էր։ Այդ գիշեր, երբ Պետրոսը քնեց Գագիկը հանգիստ էր օրորոցում, Անահիտն ու Դավիթը նստեցին պատշգամբում մի բաժակ թեյով։ Նրանց միջ լռությունը հարմարավետ էր, բայց լի չասված խոսքերով։ Դավիթն էր, որ խախտեց լռությունը։ Պետրոսն այսօր ինձ հարցրեց, թե դու գնալու ես։ Անահիտը հոգոց հանեց։ Նա ինձ էլ նույն բանը հարցրեց։ Իսկ դու ինչ պատասխանեցիր։ Ճշմարտությունը։ Որ չգիտեմ։ Դավիթը մի պահ լուռ մնաց, նայելով գիշերային երկնքի աստղերին։ Անահիտ, կարող եմ քեզ մի բան պատմել։ Իհարկե։ Նախքան քո գալը, այս տունը լուռ էր։ Չափազանց լուռ։ Ես Պետրոսն ապրում էինք ավտոմատ առօրյայով։ Ես աշխատում էի, նա դպրոց էր գնում, մենք լուռ ընթրում էինք, հեռուստացույց դիտում քնում։ Կարծես մենք պարզապես գոյություն ունեինք, ոչ թե ապրում։ Անահիտը ուշադիր լսում էր նրան։ Երբ նա հեռացավ, 3 տարի առաջ, կարծես կյանքը նրա հետ գնաց։ Պետրոսը շատ փոքր էր, բայց նա զգաց բացակայությունը։ Իսկ ես չգիտեի, ինչպես լրացնել այդ դատարկությունը։ Դավիթը դադար տվեց, խորը շունչ քաշեց, շարունակեց։ Բայց երբ դու եկար, ամեն ինչ փոխվեց։ Տունը լցվեց ձայներով, ծիծաղով, երաժշտությամբ, կյանքով։ Պետրոսը նորից երեխա դարձավ։ Իսկ ես նորից զգացի, որ արժե ամեն օր արթնանալ։ Անահիտը զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Դավիթ, ես։ Դու հիմա ոչինչ ասելու կարիք չունես, մեղմ ընդհատեց նա։ Ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր։ Դու Գագիկը բեռ չեք։ Դուք պարկ եք։ Եվ եթե ինձնից է կախված, դուք կարող եք այստեղ մնալ այնքան ժամանակ, որքան ցանկանաք։ Առանց ժամկետի։ Առանց պահանջի։ Ուղղակի մնացեք։ Անահիտը զգաց, որ արցունքները հոսում են, բայց այս անգամ դրանք մաքուր հուզմունքի արցունքներ էին։ Նա նայեց Դավիթին, այն մարդուն, որը փրկել էր իր որդուն, որը բացել էր իր տունը, որը երկրորդ հնարավորություն էր առաջարկել, առանց որևէ բան պահանջելու։ Եվ առաջին անգամ Անահիտը թույլ տվեց իրեն պատկերացնել մի այլ ապագա։ Մի ապագա, որտեղ նա մենակ չէր։ Որտեղ Գագիկն ընտանիք ուներ։ Որտեղ նա տուն կոչելու տեղ ուներ։ Շնորհակալ եմ, միայն դա կարողացավ ասել, բայց դա լի էր բոլոր այն զգացմունքներով, որոնց անունը նա չգիտեր։ Օրերը շարունակում էին անցնել։ Անահիտը վստահություն էր ձեռք բերում։
Սկսեց ավելի բարդ ուտեստներ պատրաստել, հայտնաբերեց, որ աղանդեր պատրաստելու տաղանդ ունի։ Պետրոսը պաշտում էր, երբ նա շոկոլադը երշիկ էր պատրաստում, իսկ Գագիկն արդեն ձեռքերն էր մեկնում, երբ տեսնում էր շոկոլադի գդալը։ Դավիթը գովում էր ամեն ինչ, միշտ այն զուսպ ժպիտով, որը ստիպում էր Անահիտի սրտին արագ բաբախել, առանց նրա հասկանալու, թե ինչու։ Անահիտի Դավիթի միջ խոսակցություններն ավելի խորն էին դառնում։ Նրանք կիսվում էին անցյալի պատմություններով, վախերով, երազանքներով։ Անահիտը խոսեց մանկատներում անցկացրած մանկության, երբեք ոչ մի տեղի չպատկանելու զգացողության, Գագիկի անհետացած հոր մասին։ Դավիթը խոսեց կորցրած կնոջ մասին, թե որքան դժվար էր Պետրոսին մենակ մեծացնելը, այն սկի մասին, որը դեռ կրում էր, բայց սովորում էր վերածել երախտագիտության ունեցած պահերի համար։ Մի գիշեր Դավիթն ավելի մանրամասն խոսեց կնոջ մասին։ Նրա անունը Անուշ էր։ Գրականության ուսուցչուհի էր։ Սիրում էր գրքեր, թունդ սուրճ դասական երաժշտություն։ Ուրախ էր, եռանդուն, կյանքով լի։ Երբ Պետրոսը ծնվեց, նա ասաց, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է։ Անահիտը լուռ լսում էր, հարգելով հիշատակը։ Նա հանկարծակի առողջական բարդություն ունեցավ, երբ Պետրոսը 4 տարեկան էր։ Ամեն ինչ շատ արագ եղավ։ Ես նույնիսկ ժամանակ չունեցա հասկանալու։ Մի օր նա այնտեղ էր, ժպտում էր, ծրագրեր կազմում։ Իսկ հաջորդ օրը նա հեռացավ։ Դավիթը զուսպ սրբեց աչքերը։ Շատ դժվար էր։ Ինձ համար, Պետրոսի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք սովորեցինք ապրել բացակայության հետ։ Պատվել նրա հիշատակը, շարունակելով ապրել։ Անահիտը բռնեց նրա ձեռքը։ Նա հիանալի էր թվում։ Այդպես էր։ Եվ նա քեզ շատ կսիրեր։ Անահիտը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Դա առաջին անգամն էր, որ Դավիթն ուղիղ կապ է ստեղծում կնոջ իր միջ։ Եվ դա ինչ-որ բան էր նշանակում։ Կարևոր բան։ Ժամանակի ընթացքում Անահիտը նկատեց, որ իր զգացմունքները Դավիթի նկատմամբ փոխվում են։ Դա այլևս միայն երախտագիտություն չէր։ Դա ինչ-որ ավելի խորն էր։ Նա իրեն բռնում էր անհամբեր սպասելիս այն պահին, երբ նա կվերադառնար, ժպտում էր, երբ նա գովում էր ուտելիքը, զգում էր սրտի արագ բաբախյունը, երբ նրանց ձեռքերը պատահաբար դիպչում էին։ Եվ նա վախենում էր։ Շատ էր վախենում։ Վախենում էր զգալ մի բան, որը փոխադարձ չէր։ Վախենում էր փչացնել այն ներդաշնակությունը, որը նրանք կառուցել էին։ Վախենում էր կորցնել ամեն ինչ։ Բայց Դավիթը նույնպես փոխվում էր։ Անահիտը դա նկատում էր այն հայացքներից, որ նա նետում էր, երբ կարծում էր, թե ինքը չի տեսնում։ Նկատում էր այն ծից, թե ինչպես նա միշտ մի պատճառ էր գտնում իրեն մոտ լինելու։ Նկատում էր այն բարությունից, որը հյուրընկալությունից անդին էր։ Մի կիրակի օր, երբ Գագիկը քնած էր Պետրոսն ընկերոջ տանն էր, Անահիտն ու Դավիթը խոհանոցում միասին ճաշ էին պատրաստում։ Նրանք աշխատում էին համաժամանակ, կարծես տարիներով դա էին անում։ Անահիտը կտրատում էր բանջարեղենը, Դավիթը համեմում էր միսը։ Հանկարծ Դավիթը սկսեց ծիծաղել։ Ինչի՞ վրա ես ծիծաղում։ Մեր, պատասխանեց նա։ Կարծես մի ամբողջ կյանք է, ինչ մենք դա ենք անում։ Անահիտը ժպտաց։ Ճիշտ է։ Տարօրինակ է, թե ինչպես է ամեն ինչ այդքան բնական թվում։ Տարօրինակ չէ, Դավիթը դադարեցրեց թավան խառնելը, նայեց նրան։ Կատարյալ է։ Անահիտի սիրտը թռավ։ Նա նայեց նրան, տեսավ անկեղծությունը նրա աչքերում, զգաց, որ ինչ-որ բան պատրաստվում է փոխվել նրանց մեջ։ Դավիթը մի քայլ արեց նրա ուղղությամբ, տատանվելով։ Անահիտ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Անահիտը շունչը պահեց։ Կարող ես ասել։ Ես սա չէի պլանավորել։ Չէի սպասում, որ սա տեղի կունենա։ Բայց տեղի ունեցավ։ Եվ ես այլս չեմ կարող ծածնել, թե չեմ զգում։ Նա խորը շունչ քաշեց, շարունակեց։ Ես սիրահարվել եմ քեզ։ Անահիտը զգաց, որ աշխարհը կանգ է առնում։ Բառերն արձագանքեցին նրա մտքում, լցնելով բոլոր այն դատարկ տարածությունները, որոնք նա այդքան երկար կրել էր։ Դավիթ, ես։ Եթե դու նույնը չես զգում, ամեն ինչ կարգին է։ Ես կհասկանամ։ Եվ դա ոչինչ չի փոխի մեր մեջ։ Բայց ես պետք է քեզ ասեի։ Պետք է, որ դու իմանայիր։ Անահիտը զգաց, որ արցունքները բարձրանում են։
Նա մի քայլ արեց նրա ուղղությամբ, ձեռքերը դողում էին։ Ես էլ եմ սիրահարվել քեզ։ Դավիթը ժպտաց, մի ժպիտ, որը լուսավորեց նրա ողջ դեմքը։ Նա բռնեց նրա ձեռքերը, միահյուսելով մատները։ Լուրջ, Անահիտը ծիծաղեց արցունքների միջից։ Ես վախենում էի խոստովանել։ Վախենում էի ամեն ինչ փչացնել։ Վախենում էի, որ դու նույնը չես զգում։ Դավիթը նրան քաշեց իր մոտ, ամուր գրկելով։ Անահիտը գլուխը հենեց նրա կրծքին, լսելով սրտի արագ բաբախյունը, կյանքում առաջին անգամ իրեն տանը զգաց։ Ոչ թե ֆիզիկական տանը, այլ ինչ-որ մեկի սրտի մեջ։ Մի տեղ, որտեղ նա պատկանում էր։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, ուղղակի գրկախառնված, զգալով այն կապը, որն աճել էր նրանց մեջ։ Երբ բաժանվեցին, Դավիթը երկու ձեռքով բռնեց նրա դեմքը։ Ես ուզում եմ, որ դու մնաս։ Ոչ թե որպես հյուր, այլ որպես այս ընտանիքի մաս։ Դու Գագիկը։ Անահիտը գլխով արեց, արցունքներն անդադար հոսում էին։ Ես ուզում եմ մնալ։ Եվ նրանք այդ պահը կնքեցին համբույրով։ Մեղմ, խոստումներով լի, հույսով լի։ Դա նոր բանի սկիզբն էր։ Իսկական բանի։ Մի բանի, որը երկուսն էլ ցանկացել էին, առանց համարձակվելու հավատալ, որ դա հնարավոր է։ Գլուխ 4. Հաջորդ օրերը կախարդական էին։ Անահիտն ու Դավիթն այլևս չէին թաքցնում իրենց զգացմունքները։ Նախաճաշի ժամանակ հասկացող հայացքներ էին փոխանակում, ձեռք էին բռնում, երբ կարծում էին, թե ոչ ոք չի տեսնում, կիսվում էին ժպիտներով, որոնք 1000 բառից ավելին էին ասում։ Պետրոսն անմիջապես նկատեց փոփոխությունը, նրա երջանկությունն անհնար էր թաքցնել։ Նա ցատկոտում էր տանը, բարձր երգում, ամուր գրկում երկուսին, երբ կարողանում էր։ Գագիկը նույնպես կարծես զգում էր դրական էներգիան։ Ավելի շատ էր ծիծաղում, ավելի շատ խաղում, գնալով ավելի խելացի ու հետաքրքրասեր էր դառնում։ Տունը, որը նախկինում մելանխոլիկ լռության մեջ էր, այժմ լի էր կյանքով։ Անահիտը երգում էր, երբ եփում էր, հին երգեր, որ սովորել էր մանկատներում։ Պետրոսը վազվզում էր միջանցքներով, Գագիկը գրկին, սովորեցնելով երեխային խաղալ։ Դավիթն աշխատում էր գրասենյակում, բայց միշտ բաց դռնով, պարզապես լսելու համար իր շուրջը ձավորված ընտանիքի ձայները։ Մի շաբաթ առավոտ, երբ Դավիթը Պետրոսին տարել էր ֆուտբոլի, Անահիտն օգտվեց առիթից, տունը հավաքելու։ Գագիկը հյուրասենյակի մանեժում էր, խաղում էր գունավոր խորանարդիկներով, Անահիտը որոշեց մաքրել Դավիթի գրասենյակը, մի բան, որը նա միշտ մենակ էր անում, բայց որին նա ուզում էր օգնել։ Սրբեց կահույքը, դասավորեց գրքերը դարակում, երբ տեղաշարժեց փաստաթղթերի մի կույտ, շրջանակված լուսանկարն ընկավ հատակին։ Անահիտը կռացավ, այն վերցնելու, երբ նայեց պատկերին, զգաց, որ սիրտը կանգ է առնում։ Դա մի գեղեցիկ կնոջ լուսանկար էր, ալիքած շագանակագույն մազերով, պայծառ ժպիտով, գրկին, փոքրիկ երեխա։ Նա նստած էր սրճարանում, սեղանին մի բաժակ կապուչինո։ Անահիտը ճանաչում էր այդ դեմքը։ Ճանաչում էր այդ ժպիտը։ Ճանաչում էր այդ սրճարանը։ Հիշողությունները հեղեղի պես եկան։ 5 տարի առաջ Անահիտն աշխատում էր որպես օգնական Երանի կենտրոնում գտնվող մի փոքրիկ սրճարանում։ Դա նրա առաջին մշտական աշխատանքն էր վերջին մանկատնից դուրս գալուց հետո։ Նա մաքրում էր սեղանները, լվանում սպասքը, ջուր մատուցում։ Անտեսանելի էր հաճախորդների մեծամասնության համար։ Բայց մի կին կար, որ միշտ նկատում էր նրան։ Մի էլեգանտ, բարի ժպիտով կին, որը գալիս էր ամեն հինգշաբթի կեսօրին, պատվիրում էր դարչինով կապուչինո, մնում այնտեղ 1 ժամ, կարդալով հաստ գրքեր կամ ստուգելով թղթեր։ Անուշ։ Անահիտը հիշում էր նրան։ Հիշում էր, որովհետև Անուշը տարբերվում էր։ Միշտ ասում էր բարի լույս, միշտ շնորհակալություն էր հայտնում, միշտ թեյավճար էր թողնում, նույնիսկ երբ դա անհրաժեշտ չէր։ Եվ երբ Անուշը մի օր հայտնվեց երեխան գրկին, Անահիտը հիշեց, որ նախանձի մի խայթոց էր զգացել։ Նախանձ այն կնոջ հանդեպ, որն ամեն ինչ ուներ, գեղեցկություն, կրթություն, ընտանիք, մի ժպիտ, որը լուսավորում էր միջավայրը։ Անահիտը հիշում էր, որ այդ օրը ջուր էր մատուցել Անուշին, նայել էր երեխային ասել, որ նա շատ գեղեցիկ է։ Անուշը ժպտացել էր ասել. Շնորհակալ եմ, սիրելիս։ Նա իմ ամբողջ կյանքն է։ Եվ հիմա, այդ լուսանկարը ձեռքերում բռնած, Անահիտը հասկանում էր ամեն ինչ։ Այդ կինը Դավիթի կինն էր։ Այդ երեխան Պետրոսն էր։
Եվ ինքը Անահիտը տարիներ առաջ հատել էր նրանց ճանապարհը, չիմանալով, որ մի օր կլինի այնտեղ, այդ տանը, կսիրի այդ տղամարդուն, կխնամի այդ տղային։ Արցունքներն սկսեցին անկառավարելի հոսել։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ մի բանի, որ Անահիտը չէր կարող բացատրել։ Կարծես տիեզերքը դավադրություն էր կազմակերպել նրան այնտեղ բերելու համար։ Կարծես Անուշը ինչ-որ կերպ տարիներ առաջ բարության մի սերմ էր ցանել Անահիտի սրտում, հիմա այդ սերմը ծաղկել էր, դառնալով ավելի մեծ մի բան։ Անահիտը լսեց մուտքի դռան բացվելու ձայնը։ Դավիթն ու Պետրոսը վերադարձել էին։ Նա արագ սրբեց արցունքները, բայց դեռ բռնած էր լուսանկարը, երբ Դավիթը մտավ գրասենյակ։ Նա կանգ առավ, տեսնելով նրան, նկատեց լուսանկարը նրա ձեռքերում, նրա արտահայտությունը փոխվեց։ Անահիտ, ամեն ինչ լավ է։ Անահիտը նայեց նրան, աչքերը դեռ փայլում էին։ Դավիթ, ես պետք է քեզ մի բան պատմեմ։ Նա մոտեցավ, անհանգստացած։ Ինչ է պատահել։ Անահիտը խորը շունչ քաշեց, ցույց տվեց լուսանկարը։ Ես ճանաչում էի նրան։ Ոչ թե անձամբ, բայց ես աշխատում էի մի սրճարանում, որտեղ նա միշտ գալիս էր։ Մոտ 5 տարի առաջ։ Ես հիշում եմ նրան։ Ես հիշում եմ, որ տեսել եմ ձեզ Պետրոսին, երբ նա երեխա էր։ Դավիթը վերցրեց լուսանկարը, նայեց պատկերին, հետո Անահիտին, մարսելով տեղեկությունը։ Դու աշխատում էիր ջազվես սրճարանում։ Այո։ Իմ առաջին աշխատանքն էր։ Դավիթը անհավատալի ծիծաղ արձակեց։ Անուշը պաշտում էր այդ տեղը։ Նա ամեն շաբաթ գնում էր այնտեղ։ Ասում էր, որ դա միակ տեղն է, որտեղ կարողանում է հանգիստ աշխատել։ Անահիտը գլխով արեց, արցունքները վերադառնում էին։ Նա միշտ բարի էր ինձ հետ։ Միշտ։ Ես անտեսանելի էի բոլորի համար, բայց նա միշտ ինձ տեսնում էր։ Միշտ շնորհակալություն էր հայտնում։ Միշտ ժպտում էր։ Դավիթը նստեց աթոռին, դեռ մարսելով զուգադիպությունը։ Սա անհավանական է։ Գիտեմ, Անահիտը նստեց նրա կողքին։ Ճակատագրի նման մի բան է, այնպես չէ՞։ Դավիթը նայեց նրան, աչքերը լի հուզմունքով։ Անուշը միշտ ասում էր, որ տիեզերքն իր ձն ունի ճիշտ մարդկանց ճիշտ պահին միացնելու։ Ես երբեք դրան շատ չեմ հավատացել, բայց հիմա հավատում ես։ Հիմա հավատում եմ, նա բռնեց նրա ձեռքը։ Գուցե նա քեզ տեսել է, ինչ-որ բան զգացել, բարության մի սերմ է ցանել, որը քեզ բերել է այստեղ։ Մեզ մոտ։ Անահիտը գլուխը հենեց նրա ուսին։ Կարծում եմ, նա կհավաներ։ Մեզ միասին։ Դավիթը համբուրեց նրա գլուխը։ Համոզված եմ։ Այդ օրը Անահիտն ու Դավիթը պատմեցին պատմությունը Պետրոսին, ցույց տալով լուսանկարը, բացատրելով այն անհավանական կապը, որը նրանց միավորում էր։ Պետրոսը հիացած էր։ Նա զգուշությամբ բռնեց լուսանկարը, նայեց մորը, որին կորցրել էր, հետո նայեց Անահիտին։ Այսինքն, դու ճանաչել ես մայրիկիս։ Ճանաչել եմ։ Նա հրաշալի էր։ Պետրոսը ժպտաց, մի տխուր, բայց երախտագիտությամբ լի ժպիտ։ Կարծում եմ, նա է քեզ ուղարկել մեզ մոտ։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Հնարավոր է։ Պետրոսն ամուր գրկեց Անահիտին։ Ես ուզում եմ, որ դու հիմա իմ մայրը լինես։ Կարող ես։ Անահիտը զգաց, որ արցունքները հոսում են։ Նա նայեց Դավիթին, որը ժպիտով գլխով արեց, հետո գրկեց Պետրոսին։ Ես շատ եմ ուզում քո մայրը լինել, Պետրոս։ Պետրոսը հեռացավ, աչքերը փայլում էին երջանկությունից, վազեց դեպի սենյակ։ Վերադարձավ վայրկյաններ անց այն նկարով, որը շաբաթներ առաջ էր արել, ընտանիքի նկարով։ Նա ցույց տվեց Անահիտին։ Տես, ես արդեն նկարել էի։ Ես, հայրս, դու Գագիկը։ Մենք արդեն իմ սրտում ընտանիք էինք։ Անահիտը վերցրեց նկարը, նայեց ձեռքի տված 4 մարդուկներին, զգաց, որ դա իր կյանքի ամենակարևոր պահն է։ Նա տարիներ էր անցկացրել, իրեն զգալով անտեսանելի, անցանկալի, մենակ։ Բայց հիմա, նայելով Դավիթին, Պետրոսին, մանեժում քնած Գագիկին, նա վերջապես հասկացավ, թե ինչ է նշանակում պատկանել։ Հաջորդ շաբաթները մաքուր երջանկություն էին։ Անահիտը պաշտոնականացրեց իր մնալը տանը։ Ոչ թե որպես հյուր, այլ որպես ընտանիքի մաս։ Նա Դավիթը խոսեցին ապագայի, ծրագրերի, երազանքների մասին։
Նա առաջարկեց, որ նա վերադառնա ուսմանը, իրականացնի իր հին երազանքները։ Անահիտը, որը միշտ ուզել էր մանկավարժ դառնալ, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել, զգաց, որ հույսը վերածնվում է։ Դավիթը խոստացավ օգնել նրան, աջակցել յուրաքանչյուր քայլում։ Գագիկը արագ էր մեծանում։ Արդեն կարողանում էր ոտքի կանգնել, բռնվելով կահույքից, արդեն առանձին վանկեր էր ասում, արդեն ճանաչում էր բոլորին։ Պետրոսն ամենասիրող եղբայրն էր, որը ցանկացած երեխա կարող էր ցանկանալ։ Սովորեցնում էր Գագիկին խաղալ, կիսվում էր իր խաղալիքներով, պաշտպանում էր երեխային, կարծես գանձ լիներ։ Տան առօրյան բնականոն հունի մեջ ընկավ։ Անահիտն արթնանում էր վաղ, պատրաստում նախաճաշը, Պետրոսին տանում դպրոց, խնամում Գագիկին, ազատ պահերին առցանց սովորում, եփում, հոգ տանում տան մասին։ Բայց դա բեռ չէր։ Դա ուրախություն էր։ Յուրաքանչյուր գործ արվում էր սիրով, նպատակով, այն համոզմունքով, որ նա մի ամուր բան է կառուցում։ Դավիթն աշխատում էր, բայց միշտ ժամանակ էր գտնում ընտանիքի համար։ Սեղանի շուրջ ընթրիքները սրբազան դարձան։ Նրանք խոսում էին, ծիծաղում, կիսվում օրվա իրադարձություններով։ Հանգստյան օրերը զբոսայգում զբոսանքների, կինոթատրոն գնալու, սեղանի խաղերի համար էին։ Դա պարզ կյանք էր, բայց դա այն ամենն էր, ինչ Անահիտը միշտ ցանկացել էր։ Մի գիշեր, երբ Պետրոսն ու Գագիկը քնեցին, Անահիտն ու Դավիթը պատշգամբում էին, նայելով հեռվում երացող քաղաքի լույսերին։ Նրանց միջ լռությունը հարմարավետ էր, լցված միայն երթեկության հեռավոր ձայնով, ծղրիդների երգով։ Անահիտը խախտեց լռությունը։ Գիտես, մի քանի ամիս առաջ ես հեծանիվ էի քշում անձրի տակ, առանց հույսի, առանց ապագայի, առանց ոչնչի։ Եվ այսօր ես այստեղ եմ։ Քեզ հետ։ Պետրոսի հետ։ Ընտանիքով։ Դավիթը բռնեց նրա ձեռքը։ Կյանքը այդպիսին է։ Երբեմն փոթորիկն ար է բերում։ Անահիտը ժպտաց։ Ես նախկինում վախենում էի երջանիկ լինելուց։ Վախենում էի կապվելուց նորից ամեն ինչ կորցնելուց։ Իսկ հիմա։ Հիմա ես սովորել եմ, որ ռիսկն արժե։ Որովհետև նույնիսկ եթե մի օր ամեն ինչ ավարտվի, ես ապրած կլինեմ։ Սիրած կլինեմ։ Ինչ-որ տեղի պատկանած կլինեմ։ Դավիթը նրան ավելի մոտ քաշեց։ Ոչինչ չի ավարտվի, Անահիտ։ Ես խոստանում եմ։ Մենք սա միասին ենք կառուցել, մենք սա միասին կպաշտպանենք։ Անահիտը գլուխը հենեց նրա ուսին, զգալով, թե ինչպես է խաղաղությունը ներխուժում իր մարմնի յուրաքանչյուր բջիջ։ Ես քեզ սիրում եմ, Դավիթ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Եվ նրանք այնտեղ մնացին գրկախառնված Երանի աստղազարդ երկնքի տակ, իմանալով, որ գտել են միմյանց մեջ մի բան, որը երկուսն էլ երկար ժամանակ փնտրում էին։ Տուն։ Ընտանիք։ Իսկական սեր։ Ամիսներն անցնում էին, կյանքը շարունակում էր իր բնական պարը։ Գագիկը դարձավ 1 տարեկան, արեց իր առաջին քայլերը։ Անահիտը բաց չթողեց այդ պահը։ Նա նկարահանեց ամեն ինչ, կիսվեց Դավիթի հետ, երեքը Անահիտը, Դավիթը, Պետրոսը ծափահարում էին Գագիկին, կարծես նա նվաճել էր աշխարհը։ Եվ նրանց համար նա նվաճել էր։ Պետրոսը նույնպես մեծանում էր։ Ավելի հասուն, ավելի վստահ, ավելի երջանիկ։ Նա Անահիտին մայր էր կոչում առանց տատանվելու, առանց մեղքի զգացումի, առանց վախենալու դավաճանել կենսաբանական մոր հիշատակին։ Որովհետև նա հասկանում էր, նույնիսկ երեխա լինելով, որ սերը չի փոխարինում։ Սերը բազմապատկում է։ Անահիտը վերադարձավ ուսմանը։ Կրթաթոշակ ստացավ մանկավարժության առցանց դասընթացի համար։ Դժվար էր համատեղել ուսումը տան երեխաների խնամքի հետ, բայց նա վճռական էր։ Եվ Դավիթը նրա կողքին էր, միշտ քաջալերելով, միշտ հավատալով։ Մի կիրակի օր ընտանիքը հավաքված էր հյուրասենյակում։ Գագիկը խաղում էր խորանարդիկներով, Պետրոսը նկարում էր, Անահիտը սովորում էր բազմոցին, իսկ Դավիթը գիրք էր կարդում։ Դա առօրյա, պարզ տեսարան էր, բայց լի իմաստով։ Հանկարծ Պետրոսը դադարեցրեց նկարելը, նայեց բոլորին։ Գիտեք, որ ես աշխարհի ամենահաջողակ տղան եմ։ Անահիտը ժպտաց։ Ինչո՞ւ, սիրելիս։ Որովհետև ես 2 հայր ունեմ։ Մեկը այստեղ, մյուսը երկնքում։ Եվ ես 2 մայր ունեմ։ Մեկը, որ ինձ սովորեցրել է ուժեղ լինել, մյուսը, որ ինձ սովորեցրել է երջանիկ լինել։ Եվ ես դեռ մի փոքրիկ եղբայր ունեմ, որը տիեզերքի ամենածիծաղելի էակն է։ Դավիթը կոկորդը մաքրեց, հուզված։
Դու յուրահատուկ տղա ես, Պետրոս։ Գիտեմ, ժպտաց Պետրոսը։ Եվ մենք էլ յուրահատուկ ընտանիք ենք։ Անահիտը զգաց, որ արցունքները բարձրանում են։ Նա նայեց Դավիթին, որի աչքերը նույնպես խոնավացել էին։ Հետո նա ձեռքերը մեկնեց, բոլորին հրավիրելով հավաքական գրկախառնության։ Դավիթն ու Պետրոսը մոտեցան, գագիկը սողալով հասավ նրանց, 4-ով գրկախառնվեցին հյուրասենյակի մեջտեղում։ Դա մի գրկախառնություն էր, որը կնքում էր ամեն ինչ, որը հաստատում էր ամեն ինչ, որը տոնում էր ամեն ինչ։ Անահիտը, երիտասարդ մայրը, որը հեծանիվ էր քշում անձրի տակ առանց հույսի, այժմ գրկախառնված էր իր ընտանիքի հետ։ Այն ընտանիքի, որը ճակատագիրը կարել էր անհավանական թելերով, բայց իսկական անսասան սիրով։ Այդ գիշեր, երբ բոլորը քնեցին, Անահիտը մենակ վերադարձավ պատշգամբ։ Նայեց երկնքին, պայծառ փայլող աստղերին շնորհակալություն շշնջաց։ Շնորհակալություն հայտնեց այն փոթորկի համար, որը նրան բերել էր այստեղ։ Շնորհակալություն հայտնեց Դավիթի Պետրոսի համար։ Շնորհակալություն հայտնեց Գագիկի համար։ Շնորհակալություն հայտնեց Անուշին, որը, նույնիսկ չիմանալով, բարության մի սերմ էր ցանել, որը ծաղկել էր սիրով։ Եվ հետո Անահիտը հասկացավ. կյանքը կանխատեսելի ճակատագրերից չի կազմված։ Այն կազմված է անհավանական հանդիպումներից, մեկնված ձեռքերից, բաց սրտերից։ Այն կազմված է փոթորիկներից, որոնք ար են բերում։ Այն կազմված է ընկնելուց, որոնք վերածվում են թռիչքների։ Անահիտն ամբողջ կյանքում փնտրել էր մի տեղ, որտեղ պատկաներ։ Եվ հիմա, վերջապես, նա գտել էր։ Ոչ թե մի հասցեում, ոչ թե ֆիզիկական տանը, այլ մի ընտանիքի սրտում, որն իրեն ընտրել էր այնքան, որքան ինքը նրանց։ Եվ այդ գիշեր, երանի աստղերի տակ, Անահիտը վերջապես թույլ տվեց իրեն հավատալ։ Հավատալ, որ նա արժանի է այդ երջանկությանը։ Հավատալ, որ նա բավարար է։ Հավատալ, որ նա տանն է։ Գիշերվա լռությունը խախտվեց Դավիթի ձայնով, որն արթնացել փնտրում էր նրան։ Ամեն ինչ լավ է։ Անահիտը շրջվեց, ժպտալով։ Ամեն ինչ կատարյալ է։ Դավիթը մոտեցավ, գրկեց նրան, նրանք միասին մնացին այնտեղ, դիտելով քաղաքը, որը եղել էր այդքան պայքարի թատերաբեմ, բայց որն այժմ ներկայացնում էր նոր սկիզբ։ Շնորհակալ եմ, որ այդ օրը կանգնեցրիր մեքենան, շշնջաց Անահիտը։ Դավիթը համբուրեց նրա ճակատը։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր ներս մտնել։ Եվ այնտեղ, այդ գրկախառնության մեջ, Անահիտը գիտեր, որ գտել է ոչ միայն տուն, այլ նպատակ։ Նա այլս մանկատների անտեսանելի աղջիկը չէր։ Նա Անահիտն էր, Գագիկի մայրը, Պետրոսի խորթ մայրը, Դավիթի կողակիցը։ Նա սիրված էր, տեսանելի էր, կարոր էր։ Փոթորիկն անցել էր։ Եվ նրա տեղում մի այգի էր ծաղկել։ Մի այգի, որտեղ սերը ուժեղ էր աճում, որտեղ հույսը երբեք չէր մահանում, որտեղ ընտանիքն այն արմատն էր, որը պահում էր ամեն ինչ։ Անահիտը վերջապես տանն էր։ Եվ այդ տունը պատեր չուներ։ Այն գրկախառնություններ ուներ։ Ծիծաղ ուներ։ Սեր ուներ։ Պատկանելություն ուներ։ Օրերը վերածվեցին շաբաթների, շաբաթները ամիսների, ամիսները միասին կառուցված կյանքի։ Մի կյանքի, որտեղ յուրաքանչյուր առավոտ տոն էր։ Որտեղ յուրաքանչյուր ընթրիք սրբազան պահ էր։ Որտեղ յուրաքանչյուր գիշեր նորացված խոստում էր, որ անկախ նրանից, թե ինչ կլինի, նրանք միասին կլինեն։ Եվ երբ Անահիտը հետ էր նայում այն երիտասարդին, որը հուսահատ հեծանիվ էր քշում անձրի տակ, նա այլս ցավ չէր զգում։ Երախտագիտություն էր զգում։ Որովհետև այդ փոթորիկը նրան բերել էր այստեղ։ Այդ քիչ մնաց ճակատագրական դառնար ընկնելը հանգեցրել էր ամենամեծ նվերին, որը նա կարող էր ստանալ ընտանիքին։ Գագիկը մեծացավ ուժեղ առողջ, միշտ սիրով շրջապատված։ Պետրոսը դարձավ պատասխանատու բարի դեռահաս, որը երբեք չմոռացավ այն դասը, որ Անահիտը սովորեցրեց իրեն, որ ընտանիքը արյան մասին չէ, այլ ընտրության։ Դավիթն ու Անահիտը կառուցեցին ամուր գործընկերություն, հիմնված հարգանքի, սիրո փոխըմբռնման վրա։ Եվ ամեն անգամ, երբ անձր էր գալիս, Անահիտը նայում էր պատուհանից ժպտում։ Որովհետև նա գիտեր, որ փոթորիկները չեն գալիս ոչնչացնելու։ Նրանք գալիս են ճանապարհը մաքրելու, հողը նախապատրաստելու, այն սերմերը ջրելու, որոնք մի օր կծաղկեն, դառնալով մի գեղեցիկ բան։ Անահիտի պատմությունը այնքան շատ մարդկանց պատմությունն է, որոնք պայքարում են, ընկնում, ոտքի կանգնում, համառում։
Դա նրանց պատմությունն է, ովքեր չեն հանձնվում, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Դա այն պատմությունն է, որ սերը կարող է ծնվել ամենաանհավանական վայրերում, որ հույսը երբեք չի մահանում, որ մեկնված ձեռքը կարող է փոխել մի ամբողջ կյանք։ Եվ մինչ Անահիտը, Դավիթը, Պետրոսը, Գագիկն ապրում էին իրենց օրերը սիրով, ծիծաղով, փոխըմբռնմամբ, Երան քաղաքը շարունակում էր իր քաոսային վազքը։ Բայց այդ տան ներսում, այդ ընտանիքի սրտում խաղաղություն կար։ Սեր կար։ Տուն կար։ Անահիտը սովորել էր ամենակարևոր դասը, որ կարևոր չէ, թե որտեղից ես գալիս, կարևոր չէ, թե ինչ ես կորցրել, կարևոր չէ, թե քանի անգամ ես ընկել։ Կարևորն այն է, որ դու շարունակես փորձել։ Որովհետև ինչ-որ տեղ մարդիկ կան, որոնք սպասում են քեզ գրկելու։ Տուն կա, որը սպասում է քեզ ընդունելու։ Սեր կա, որը սպասում է քեզ գտնելու։ Եվ երբ դա տեղի է ունենում, երբ դու վերջապես գտնում ես քո տեղը աշխարհում, դու հասկանում ես, որ յուրաքանչյուր փոթորիկ, յուրաքանչյուր ընկնել, յուրաքանչյուր արցունք արժեր։ Որովհետև դրանք քեզ բերել են այստեղ։ Այնտեղ, որտեղ դու միշտ պետք է լինեիր։ Անահիտը տանն էր։ Եվ աշխարհում ոչ մի տեղ չկար, որտեղ նա կնախընտրեր լինել։